Եկեք սրտանց ասենք փառք մեր Տիրոջը, սիրելի եղբայրներ, քույրեր, թող Աստված օրհնի մեզ իր Սուրբ Հոգով։ Ես այսօր ուզում եմ խոսել, որ մի թեմա, որ վերաբերվում է անդամներին։ Տեսեք, այստեղ մենք երբ որ նայում ենք, ասենք, միգուցե մենք մեր աչքերով շատ հոգևոր մարդիկ ենք, բայց մենք մեր աչքերով չպետք է տեսնենք մեզ, ճանաչենք մեզ։ Մենք պետք է կարողանանք տեսնել մեզ հոգևոր աչքերով, Քրիստոսի աչքերով։ Եվ մենք չի, որ պետք է մեր հոգևոր գնահատականը տանք, այլ Աստված է, որ պետք է գնահատի մեզ, հոգևոր գնահատականը տա։ Հիմա սիրելիներս, մենք գիտենք, որ ամեն ինչ անցնում է, ժամանակը մոտենում է և մեր հոգևոր կյանքը մեզ համար շատ ավելի կարևոր է դառնում, թե ինչպիսի հարաբերություն ունենք մենք, ինչպես է մեր հոգևոր վիճակը և կարծում եմ, որ հոգևոր ազնվորությունը պետք է գնալով ավելի ու ավելի հաստատվի, ավելի մոտենա Տիրոջը։ Ես մի 2-3 տեղ կկարդամ, հետո մենք բուն թեմայի իմաստը կհասկանանք հետո։ Հռոմեացիս առաջի գլուխ 11 խոսքում Պողոս առաքյալը այսպես ասում. «Քանզի կփափակեմ ձեզի տեսնել, որ ձեզի հոգևոր շնորհք հաղորդեմ, որպեսզի հաստատվիք։ Այսինքն ձեզի հետ ես ալ մխիթարակից հլամ իմ ու ձեր փոխադարձ հավատքի միջոցով։ Փափակում եմ տեսնել ձեզ, որ ձեզի հոգևոր շնորհք հաղորդեմ։ Ինչի համար գրածավոր, որպեսզի հաստատվիք։ Այսինքն ձեզ հաղորդեմ հոգևոր շնորհք, որպեսզի դուք հաստատվեք։ Հիմա սիրելիներս, ես նման մի միտք կարդում ենք նաև Եբրայեցիս թղթի մեջ, Եբրայեցիս 13-րդ գլուխ 9-րդ խոսքում, նման մի միտք կա, կարդում եմ այդ տեղը նորից, ուրեմն կերպ և օտարածան ուսմունքներով մի տարբերվիք, քանզի աղեկ է, որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնց օգուտ չունեցան անոնք, որ այնպես կացին։ Աղեկա, որ սիրտը շնորհքով հաստատվի, ու ոչ թե կերակուրներով, որոնց օգուտ չունեցան անոնք, որ այնպես կացին։ Ուրեմն այստեղ խոսում է հաստատվելու մասին։ Եվ հաստատվելու, ասենք այդպես, պայմանը բերում է շնորհքը, սիրտը շնորհքով է հաստատվում։ Դե եթե այդպես է, ուրեմն մենք պետք է կարողանանք հասկանալ ինչ է նշանակում շնորհք։ Եվ ինչպես է հաստատվում սիրտը շնորհքով, չէ՞ որ մենք էլ կարիք ունենք հոգևոր կյանքի մեջ ավելի հաստատվելու, ավելի ամրանալու, ավելի մոտենալու Տիրոջը։ Բայց մարդու բանականությունը, սիրելի եղբայրներ, քույրեր, լցված է օրենքի մտքերով, մարդը միշտ օրենքով է, օրենքի մտածելակերպ ունի, և նրա բանականությունը օրենքի մտքերով է լցված։ Եվ մարդը միշտ մտածում է, որ իր վարքի մեջ կարող է հասնել հաջողության։ Այսինքն ես կարող եմ կամաց ներգործելով ինքս իմ վրա, ինքս ինձ ստիպելով ունենամ վարքի մեջ որոշակի հաջողություն։ Դրա համար սիրելիներս, այսօր մենք գիտենք, որ արդեն բոլորս շատ անգամներ այդ մասին խոսվել է, որ դա շատ սխալ պատկերացում է, սատանայի դա միտքն է, որ մարդուն մղում է նրան, որ մարդը ինքն իրան հաստատի, մարդը ինքն իրան կարողանա կամաց մոտենալ Աստծուն, եթե դա այդպես է, ուրեմն Քրիստոսի գալուստը ոչ մի մարդ չի ունենա։ Բոլոր կրոնները այդ են ասում։ Ամեն մի կրոն, ցանկացած կրոն, եթե խորը ուսումնասիրենք, բոլորի էությունը նույնն է։ Որն է էությունը։ Կամաց մարդը ինքն իրան կատարելագործելով, վերջապես հասնի Աստծուն, այսինքն մաքրելով և բուդդայականներն ասում, եթե մի կյանքը չի հերիքում, ապա 2 կամ 3 կյանքը լապրելով կամաց ինչ անենք, կատարելագործենք մոտենանք Աստծուն։ Նու սա իհարկե կատարյալ մոլորություն է, սիրելիներս,
Եվ մյուս մոնորությունը սա նա է, որ մարդու պատկերացմամբ շնորհքը Աստծուց կողմից մարդուն տրվում է այն ժամանակ, երբ որ մարդը որոշակի արժանինքներ ունի, որոշակի հաջողություն ունի, որ ասենք այդ շնորհքը իրան տրվի։ Եթե ոչ մի արժանինք չունի, մարդը եթե ոչ մի բանում խիստ պիղծ ու մեղավոր միասնավորություն է, ինչպես կարելի է Աստված նրան շնորհք տալ։ Մյուս պատկերացումը դա է, որ այսինքն մարդկային պատկերացումը օրենքի մտածելակերպը սա է, որ մարդը որոշակի արժանինքներ պիտի ունենա, որպեսզի նրան Աստված ինչ-որ շնորհք տա։ Բայց սա նույնպես սիրելիներս շատ կոպիտ սխալ է։ Այդպիսի բան գոյություն չունի։ Մարդը շնորհքը ստանում է ոչ թե նրա համար, որ ինքը արժանինք չունի, այլ ստանում է նրա համար, որ արժանինք ունի, այլ ստանում է նրա համար, որ ինքը արժանինք չունի։ Հիմա փորձենք այդ բաները բացատրել, խնդրեմ, որ ուշադիր լսեք, եթե հարցեր էլ կարող է առաջանա, կարող եք ասել, որովհետև սա շատ կարևոր է մեր հոգևոր շինության համար։ Հիմա տեսեք, մարդը մտածում է, որ եւ սա սատանան հաջողվում է, սատանային հաջողվում է շատերին, ասենք այսպես, բան անել, պահել այդ նույն վիճակի մեջ, որպեսզի մարդը հոգևոր կյանքում առաջընթաց չապրի։ Ինչպես է հաջողվում։ Ասենք մտածում է, որ մարդուն միտք է տալիս, մարդու օգտագործելով մարդու մարմնավոր այդ մտածելակերպ, ասում է, որ եթե ասենք մարդն էլ ինչ-որ մեղք է գործել, հուսահատվում է մարդը, մտածում է, որ այլևս ինչը բերի ներկայացնի Աստծուն, որ Աստված նա իրան ու ողորմություն անի։ Ես ինչով գամ քո առջև, ինչը բերեմ ներկայացնեմ, որպեսզի ասենք դու ինձ վրա նայես եւ ողորմություն անես։ Եթե չեմ սխալվում, Միքիա 6-րդ գլխի մեջ այդ մասին գրված է, Միքիայի մարգարեության 6-րդ գլխում։ Ես հիմա գնանք այդ տեղը։ Տեսեք ինչպես է ասում այստեղ։ Միքիայի մարգարեություն 6-րդ գլուխ 6-րդ խոսքից եմ կարդում։ Տիրոջ առջև ինչով երթամ, ու բարձրալ Աստծո առջև ինամ, արդյոք անոր առջև ողջակեզներով, 1 տարեկան որդերով երթամ, արդյոք Տերը հազարավոր խոյերու կամ բյուրավոր յուղի գետերու պիտի հավնի, արդյոք իմ հանցանքիս համար իմ անդրանիկս ու հոգուս մեղքին համար որովայնից պտուղը տամ, այսինքն ինչով գնամ Տիրոջ առաջ, ինչ անեմ, որ Տերը ընդունի, ողջակեզներով, զոհերով, ինչով գնամ Տիրոջ առաջ, արդյոք անգամ որովայնից պտուղն էլ տամ, բայց շարունակությունը տեսեք ինչ ասում, քանզի հայտնեց ով մարդ թե ինչ է աղեկը, ու Տերը քեզ մե ինչ կպահանջե, բայց միայն իրավունք քնել, ողորմություն սիրել ու խոնարհությունով քո Աստծո հետ քայլել։ Ուրեմն Տերը ոչ ողջակեզ է ուզում, ոչ 1 տարեկան իր անդրանիկն է ուզում, հոգու մեղքի համար, ոչ էլ որևէ բան է ուզում։ Ասում է, Տերը ասում է, որ քեզի հայտնեց ով մարդ, թե որն է աղեկը, ու Տերը քեզ մե ինչ կպահանջե, բայց միայն իրավունք քնել, ողորմություն սիրել ու խոնարհությունով քո Աստծո հետ քայլել։ Հիմա սիրելիներս, երբ որ մենք նայում ենք, այստեղ օրինակ, եթե նայենք, ասենք, կյանքում, օրինակի համար ինչ է կարծում, երբ որ ասենք մենք եկեղեցի ենք գնում, ասենք լուսավորչական եկեղեցի, տեսնում ենք այնտեղ աղքատներ կան, նստած ձեռքերը պարզում ողորմություն են անում։ Դու ասենք ով ամեն մեկը մի քանի կոպեկ տալիս է իրանց եւ նրանք իրանց լավ են զգում։ Հիմա ինչ է կարծում, այդ աղքատությունը դա շնորհքի համար, ձրի ողորմությունը ստանալու համար, շնորհք ասելով, այսինքն ձրի նվերը ստանալու համար, դա աղքատություն է, կարիքավոր լինելը, դա անհրաժեշտ պայման է, թե դրանով չի կարելի, եթե դու աղքատ ես, կարիքավոր ես, քեզի ոչ ոք քո ձեռքը չի նա եւ շնորհքի տա։
Ճիշտ հակառակը, մարդիկ մտածում են, որ Աստծո առաջ գալով որոշակի պետք է իրանք ու ինչ-որ բան ունենան Աստծուն ներկայացնելու, բայց ճիշտ հակառակը, մենք հասկանում ենք, որ շնորհք ստանալու համար, Աստծո շնորհքը մեր վրա հասնելու համար, մենք պետք է որպես կարիքավոր գանք Աստծո առաջ։ Օրինակ հարուստին, եթե դու հարուստ մարդուն, եթե դու ասես այնպես լավ հագնված բան, հարուստ մարդուն, եթե ասես արես մի 50 դրամ է, մի 50 դրամներ մեկը գտա, մի 100 դրամ, կգնաս քո համար ինչ կանես։ Մի հատ բան չի կարնես կուտես, վերջը։ Ինչ է կարծում, ինչ կանի այդ հարուստ մարդը։ Մեզ կսպանի, չէ՞ միգուցե վիրավորանքից սպանի մեզ։ Այսինքն, եթե մարդը իրան հարուստ է ազգում, նա կարիք չունի, որևէ նվերի կարիք չունի։ Ինքը ամեն ինչ ունի, իրան ոչ մի բան կարիք չկա։ Հարուստը դրա համար է, սիրելիներս, հարուստը նվերի կարիք չունի, հարուստը շնորհք ստանալու կարիք չունի։ Ուրեմն դրա համար, սիրելիներս, այսօր մենք շատ կարևոր մի բան է, որ մենք պետք է կարողանանք հասկանալ։ Մենք հավատում ենք, որ Աստծո շնորհքը հասնում է կարիքավորին, այսինքն նրան, ով դրա կարիքն ունի, ով աղքատություն ունի, ով իր հոգու աշխարհում զգում է, որ ինքը կարիք ունի եւ Աստծո ձրի նվերի կարիք ունի։ Մենք բայց 40 Սամոսի մեջ մենք կարդում ենք, որ սիրելիներս, իհարկե մարդը այդպես չի մտածում, մարդու մտածելակերպը փոխվելու համար հարկավոր է Աստծո ողորմությունը, Աստծո լույսն է պետք, որպեսզի Աստված լուսավորի մարդու ներսը, միտքը եւ մարդը կարողանա դա հասկանալ։ 40-րդ Սամոսում տեսեք ինչ ասում։ 40-րդ Սամոս։ Ուրեմն զոհի ու ծայի չհամնեցար, հապայմակաշներս բացիր, ողջակեզ ու մեղքի պատարակ չպահանջեցիր, այն ժամանակ ասի թե ահա կուգամ ես գրքի տոմսի մեջ ինձ համար գրված է, ով իմ Աստվածս քու կամքդ կատարելու փափակեցավ։ Զոհի ու ծայի չհամնեցար։ Մարդը միշտ ուզում է զոհով եւ ընծայով Տիրոջ առաջ գա։ Սա մարդկային մարմնավոր մտածելակերպն է, օրենքի մտածելակերպն է։ Բայց Սամոսում մեջ ասում է, որ դու չհամանեցիր զոհի եւ ընծայի։ Բայց ինչ արեց։ Զոհն ու ընծան չուզեց, հապա ինչ արավ։ Ասում է իմ ակաշներս բացիր, ողջակեզ ու մեղքի պատարակ չպահանջեցիր, այն ժամանակ ասի թե գամ ես գրքի տոմսի մեջ իմ համար գրված է։ Որ ժամանակ։ Երբ որ իմ ակաշներս բացիր ու ես քո ձայնը լսեցի։ Ես լսեցի այն խոսքը, որ դու ինձ ուղարկեցիր։ Եվ այդ խոսքը բժշկություն արավ ինձ իմ մեջ եւ այդ ժամանակ ասեցի, ահա ես կգամ քո կամքը կատարելու ով Աստված։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Երբ որ Աստծո ձայնը հասնում է մարդուն, մարդու սիրտը պատրաստում է, հաստատում է եւ մարդը արդեն պատրաստ է կատարելու Աստծո կամքը։ Հարկավոր է ունենալ հայտնություն, եղբայրներ քուրեր, որ մենք ոչինչ անելու կարողություն չունենք։ Սա հայտնություն է պահանջում, գիտես, յուրաքանչյուր մարդը թեկուզ ասենք ինքը ասում է ես ոչինչ եմ, հողը մոխիր եմ, բայց իր արարքներում, իր պրակտիկ կյանքում տեսնում ես, որ հեչ հողը մոխիրի նման չի։ Իր պրակտիկ կյանքում տեսնում ես, որ ինքը իր հոգու աշխարհում, թեպետ այդ խոսքերն ասում է, բայց ինքը ինչ-որ բան է իրանից ներկայացնում։ Երբեք ու երբեք չի մտածում, որ ինքը մի ուրիշից ցածր է։ Կարող է մտածի մի քանիսից ցածր է, բայց շատ մարդկանցից էլ բարձր է։ Բայց եթե մեկը այդպիսի հայմատություն է դնում, նշանակում է ինքը իրան չի ճանաչում, եւ Տիրոջը չի ճանաչում։ Սիրելիներս, երբ որ ասենք մարդուն, ասում ես դու մեղավոր ես, խոսում ես մարդուն մեղքի համար, մարդը միշտ օրինակ է բերում։ Ես ինչ եմ արել, որ ասենք, չեմ ծխել, չեմ խմում, այսինքն ուրիշներին վատություն չեմ արել, վերջապես ասենք շնություն չեմ արել, գողություն չեմ արել։ Այսինքն, երբ որ մարդուն խոսում ես մեղքի մասին, մարդը միշտ օրինակ է բերում մարդ-մարդ հարաբերությունը։ Այսինքն, մարդկային հարաբերությունների մեջ ես որևէ մեկին վատ բան չեմ արել։ Եվ դրա համար ես մեղավոր չեմ։ Սակայն սա սիրելիներս, մեղքի ընդհանրապես շատ դիլետանտ պատկերացումն է։
թե ինչ է մեղքը։ Իհարկե մեղքի մասին շատ կարելի է խոսալ, բայց ես ուզում եմ հիմնական ասել, որ մենք այսօր դրա կարիքը շատ ունենք։ Այսինքն մարդը մեղք հասկացողությանը մոտենում է մարդ հարաբերության տեսակետից։ Եթե ես մեկին վնաս չեմ տվել, եթե ես ասենք չեմ ծխել, չեմ խմել, չեմ գողացել, չեմ բարել, այս տեսակետից է մոտենում մեղքի գաղափարին։ Բայց երբեք ինքը չի տեսնում մարդ Աստված հարաբերության մեջ։ Ինչպիսին է ինքը մարդ Աստված հարաբերության մեջ, ինչպիսին է ինքը Աստծո աչքերում։ Այս բանը ինքը չի տեսնում, եղբայրներ քույրեր, միշտ տեսնում է մարդկանց հետ համեմատած։ Դրա համար ես օրինակներ պիտի բերեմ Սուրբ Գրքից, սիրելիներս, որպեսզի մենք հասկանանք։ Դրա համար, սիրելիներս, այս բաները միշտ ասենք, երբ որ մարդ հարաբերության մեջ ենք մենք տեսնում, այս բանը կրոնի հետևանքն է, կրոնական պատկերացման հետևանքն է։ Հիշում եք փարիսեցին ինչ էր ասում։ Փառքես Տեր Աստված, որ ես ինչ եմ անում, շաբաթը երկրորդ ծոմ եմ պահում, 10-րդ եմ տալիս եւ այլն։ Այսինքն ինքը միշտ իր արդարությունը կամ մեղավոր լինելը սովորական առօրյա կյանքում մարդկանց հարաբերությունների մեջ ատեսնում, բայց երբեք չի դիտարկում մարդ Աստված հարաբերությունը, ինչպիսին է ինքը Աստծո առջև։ Ուրեմն դրա համար, երբ որ մենք ճիշտ ենք հասկանում ինչ է մեղքը, երբ որ մենք մեղքին նայում ենք այնպես ինչպես Աստված է նայում մեղքին, այդ ժամանակ է, որ մենք զգում ենք զոհի կարիքը, այդ ժամանակ է, որ մենք Քրիստոսի կարիքն ենք զգում, երբ որ մենք մեղքին նայում ենք այնպես ինչպես նայում Աստված։ Սատանան այնքան է կուրացրել մարդուն, որ նա չի գիտակցում, որ հարաբերությունը Աստծո հետ ունի մեղավոր բնույթ, ինքը Աստծո հետ ունեցած այդ հարաբերության մեջ մեղավոր է, մարդ Աստված հարաբերությունն է, այդ հարաբերության մեջ է իր մեղքը։ Այո, մարդը միշտ զարմացած է, երբ որ ինքը որևէ վատ արարմունք չի արել, վատ բան չի արել, բայց իրան ասում ես դու մեղավոր ես։ Հիմա այսօր երբ որ նայենք սիրելիներս, մեր դալիճում կամ ընդհանրապես եկեղեցու մեջ, մենք տենց այդ կոպիտ մեղքերը, այդ ասենք գրուպի մեղքերը, որ կա, դրանք ասենք ճիշտ է, մենք դա չենք անում, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք Աստծո առջև հաճելի անձնավորություններ ենք եւ մեր արարմունքները եւ մեր ներսին Աստված հավանում է, դա ոչինչ չի նշանակում։ Ես պիտի օրինակներ բերեմ Սուրբ Գրքից։ Դրա համար սիրելիներս, եկեք նայենք առաջինը բերում ենք հետեւյալը, Թվոց 11-րդ գլխի մեջ 18-ից 20 համարներում, երբ որ Իսրայել ժողովրդին Աստված հանել էր Եգիպտոսի երկրից դուրս էր հանել եւ տանում էր դեպի Քանան երկիրը, այդ ժամանակ ասենք Իսրայել ժողովուրդը տրտնջում էր Աստծո առաջ եւ այսպիսի խոսքեր էր ասում, հետաքրքիր է։ Թվոց 11-րդ գլուխ 18-ից 20 համարները։ Եվ ասես ժողովրդին, վաղվան համար սրբվեցեք, այս խոսքը ասում է Աստված Մովսեսին, որ Մովսեսը խոսի ժողովրդին։ Եվ ասես ժողովրդին, վաղվան համար սրբվեցեք, ու միս պիտի ուտեք, վանզի Տիրոջ ակաժներուն լացիկ ասելով, ով մեզի միս պիտի տա։ Ասում է լացեցիք ու ասեցիք Տիրոջ ակաժներին, ով մեզի միս պիտի տա ուտելու։ Ուրեմն միս պիտի ուտեք, վանսի Տիրոջ ակաժներուն լացիկ ասելով, ով մեզի միս պիտի տա կերցնեք, քանզի Եգիպտոսի մեջ աղեք կապրեինք, ուստի Տերը ձեզ միս պիտի տա, ու դուք պիտի ուտեք, դուք ոչ միայն մեկ օր պիտի ուտեք, եւ ոչ միայն 2 օր, ոչ 5 օր, ոչ 10 օր, ոչ ալ 20 օր, լման մեկ ամիս մինչև քթերնի դուրս գալը պիտի ուտեք, այնպես պիտի զզվիք, որտեղ ձեր մեջ եղող Տերը արհամարեցիք եւ անոր արչեւ լացիկ ասելով, ինչու մենք Եգիպտոսի ելանք։ Եղբայրներ քույրեր, Տերը այստեղ եկեք այս խոսքի վրա կանգ առնենք, Տերը արհամարեցիք։ Ուրեմն դուք որ ասում եք ինչ պիտի ուտենք, ով մեզ միս կտա, ով բանի, դուք ինչ անում, դուք այդ վարքով ինչ արեցիք, Տիրոջը արհամարեցիք։ Ուրեմն սիրելի եղբայրներ քույրեր, այստեղ մենք չենք տեսնում մարդ հարաբերություն, այստեղ մենք տեսնում ենք ժողովուրդը եւ Աստված հարաբերություն մեջ։
Տերը գնահատում է նրանց այդ քայլը, նրանց այդ արարմունքը գնահատում է որպես արհամարանք Աստծո նկատմամբ։ Ուրեմն դրա համար եղբայրներ քուրեր, Աստված զզվում էր, ասում է, զզվում է ձեր ազգից։ Երկրորդը ես ուզում եմ բերել սիրեներս հետևյալ է, որ առաջի թագավորած 8-րդ գլուխ 6-8 համարներում մենք կարդում ենք, սա այն ժամանակ էր դատավորած շրջանում էր, երբ որ Իսրայելը դեռ թագավոր չուներ։ Եվ այդ ժամանակ թագավոր չուներ Իսրայելը եւ Սամուելն էր որպես դատավոր լինում։ Եվ այդ ժամանակ մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թագավոր ուզեց։ Ահա ես այդտեղ կարդամ, ուրեմն առաջի թագավորած 8-րդ գլուխ 6-8 համարները։ Ուրեմն մի փոքր վերևից կարդամ, որ ավելի պարզ լինի։ Եվ Իսրայելի 4-րդ խոսքից։ Եվ Իսրայելի ամեն ծերերը ժողովեցան ու Ռամա Սամուելի գացին։ Եվ անորսին, ահա դու ծերացել ես, ու քո որդիներդ քո ճամփաներիդ մեջ չեն քայլել։ Ուստի մա մեր վրա թագավոր մտիր, որպեսզի ամեն ազգերուն պես մեզ կառավարե։ Հետարքիր է, չէ, ժողովուրդը ինչ խնդրեց։ Ասավ հիմա դու ծերացել ես, նորից եմ կարդում այդ տեղը։ Ուրեմն, եւ անորսին, ահա դու ծերացել ես, ու քո որդիներդ քո ճամփաներիդ մեջ չեն քայլել։ Թվում է թե ամեն ինչ հստակ է։ Մարդկային, ասենք, բանականությամբ, մարդու բանականության մեջ, երբ որ նայում ենք մարդու բանականությամբ, կարծես ամեն ինչ հստակ է եւ ամեն ինչ ճիշտ է։ Դու ծերացել ես, քո տղաներդ էլ քո ճանապարհների մեջ չեն քայլում։ Ուստի մա մեր վրա թագավոր դիր, որպեսզի մեր ամեն ազգերուն պես մեզ կառավարե։ Թվում է թե այստեղ ոչ մի մեղք չկա։ Ինչպես մյուս ազգերը թագավոր ունեն, մենք էլ թագավոր ունենք, որ մեզ կառավարի։ Բայց տեսեք ինչ ասեց Տերը, Տիրոջ պատասխանը։ Ու այս բանը Սամուելի արշև գեշ երևցավ, որովհետև թե մեզի թագավոր մտուր, որպեսզի մեզ կառավարե, իսկ Սամուել Տիրոջ աղոթ կրավ։ Անգամ Սամուելու արշև գեշ երևցավ ժողովրդի այդ պահանջը։ Եվ Տերը Սամուելին ասավ. ժողովրդի խոսքը ու անոնց քեզի ամեն ասածը մտիկ մին է, մտիկ կրե ներողություն։ Քանզի անոնք քեզի չեն մերժել, այլ զիս կմերժեն, որպեսզի անոնց վրա չթագավորեն։ Ուրեմն Սամուել ջան, մի վատը զգա, այդ ժողովուրդը քեզ չի մերժում, այդ ժողովուրդը ինձ է մերժում, որ ես անոնց վրա չթագավորեմ։ Թվում է թե ամեն ինչ նորմալ էր։ Նրանք չէին դիտարկում Աստծո առաջ իրաց պահանջը ինչպիսին է։ Նրանք նայում էին մարդկային բանականության տեսակետից, մարդկային օրենքների տեսակետից, որ այո, մեզ պետք է մի թագավոր, մեզ պետք է մի հատ առաջնորդ, որ մյուս ազգերի պես մեր առջևից գնա։ Թվում է թե այստեղ ոչ մի մեղք չկա, բայց Տեր ասեց, դուք ինձ մերժում եք։ Ահա այդ արարմունքը, ահա այդ խոսքը, ահա այդ պահանջը դա նշանակում էր մերժել Տիրոջը։ Տիրոջ աչքերով պիտի նայենք մենք, եղբայրներ քուրեր։ Եվ Տեր ասեց. թագավոր կտանք, թագավոր թող լինի, բայց հիշեցրու, որ ձեր թագավորը ձեզ պիտի հարստարի, ձեզ պիտի աշխատացնի եւ այլն։ Եվ այդ բոլորը ասեց Սամուելը, ասեց ժողովրդին, բայց ժողովուրդը նորից ասեց. մենք թագավոր ենք ուզում, մենք թագավոր ենք ուզում։ Ռեբեն հարեմուս, այդպես կարծեմ իրաց լեզվով այդպես ասում, մենք թագավոր ենք ուզում, մենք թագավոր ենք ուզում։ Եղբայրներ քուրեր, ու տեսնում ենք Աստված տվեց թագավոր Սավուղը։ Եվ այդ Սավուղը լինելով թագավոր ինքն էլ սկսեց մերժել։ Աստծո տված թագավորը թեպետ Աստված Սավուղին որոշեց, Աստված նրան դրեց թագավոր, բայց նորից Սավուղը մերժեց Աստծուն։ Վերջում գնաց հիշում եք Վհուկի մոտ եւ Սամուելին հարցում արավ։ Եղբայրներ քուրեր, մի ուրիշ օրինակել եմ ուզում բերել, որ մենք պետք է մեղքը դիտարկենք ոչ թե մարդ հարաբերությունների մեջ, այլ մեղքը դիտարկենք մարդ Աստված հարաբերության մեջ։ Քո մտածելակերպը, քո ներսի ցանկությունները, քո ներսի էությունը ինչպես է Տիրոջ աչքերում։ Ահա ես ուզում եմ տեսեք, կարդալ նաև երկրորդ թագավորած 6-րդ գլխից։ Երկրորդ թագավորած 6-րդ գլխից։ Սա այնտեղն է, երբ որ փղշտացիները արդեն ուխտի տապանակը հետ էին ուղարկել, իհարկե այդ պատմությունը դուք գիտեք, եւ Դավիթը որոշեց ուխտի տապանակը տեղափոխել
իր քաղաքը, Դավթի քաղաքը։ Եվ ինչ արավ Դավիթը։ Եվ Դավիթ նորեն Իսրայելի բոլոր ընտրված մարդիկ ժողովեց, որոնք 30,000 հոգի էին։ 30,000 հոգի Դավիթը մարդիկ ընտրեց, ընտրված մարդիկ էին հավաքեց։ Եվ Դավիթ իրեն հետ եղող բոլոր ժողովրդով ելավ ու Հուդայի բաղը գնաց, որպեսզի անկե Աստծո տապանակը վեր հանե, որում վրա քերոբեներու վրա նստող զորության Տիրոջը անունը կոչված է։ Եվ Աստծո տապանակը նոր սայլի վրա դրին, հատուկ սայլ պատրաստեցին, նոր սայլ, եզները նոր, որոնց վրա լույս դրված չէր, հատուկ սայլ պատրաստեցին տապանակը տեղափոխելու համար եւ տապանակը դրեցին սայլի վրա։ Եվ տապանակը տանում էին, ժողովուրդ ուրախ էր, ժողովուրդը տոնախմբության մեջ էր, տապանակը տարվում էր սայլի վրա։ Եվ հանկարծ եկան հասան Նաքովրի կալի մոտ, տապանակը թեքվեց, եզները այդ սայլը թեքվեց, տապանակն էլ սայլի վրա էր թեքվեց, եւ Ոզյան այդ ժամանակ ինչ արավ։ Եվ Նաքովրի կալը երբ որ եկան, Ոզայի ձեռքը Աստծո տապանակի երկնցուց ու զանիկա բռնեց, քանզի եզները զանիկա ծռել էին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքեցավ Ոզայի դեմ, ու Աստված զանիկա հոն այս անցանքին համար զարկավ եւ նույնտեղ Աստծո տապանակին քով մեռավ։ Այս հանցանքին համար։ Եթե մարդկորեն նայենք եղբայրներ քուրեր, մարդ հարաբերության մեջ, մարդկային հարաբերության մեջ Ոզիայի հանցանքը ո՞րն էր։ Ոզյան ճիշտ հակառակը մարդկորեն երբ որ նայենք նա լավ բան էր անում։ Տապանակը ծռվում էր, բա ինչ անի, թողնի տապանակը վեր ընկնի։ Երբ որ նայում ենք սիրելիներս, ոչ մի մարդկային բանականությամբ որևէ մեկը Ոզիային չէր կարող մեղադրել։ 30,000 հատուկ մարդիկ էին ընտրված, բոլոր ժողովուրդը տոնախմբությամբ, այդ բոլորը գնում էին տապանակի հետևից։ Բայց արիտես Աստծո առջև դա պղծություն էր։ Ինչու համար։ Որովհետև այո, բոլորդ գիտեք, որ Աստված ինչ էր ասել, տապանակը ինչպես պետք է տեղափոխել։ Տապանակը պետք է տեղափոխեն Ղևտացիները եւ ուսերի վրա դրված։ Բայց նրանք մերժել էին Աստծո օրենքը, Աստծո կանոնը եւ կարծում էին, որ Աստծուն լավություն են անում դրա համար։ Եվ Աստված ինչ արավ, խփեց Ոզիային։ Եղբայրներ քուրեր, Ոզյան լավ բան էր ուզում անել, բայց ցավալի եղավ։ Եղբայրներ քուրեր, մենք միգուցե այսօր մտածում ենք, որ Աստծո առաջ մենք լավ բաներ ենք անում։ Եվ չենք մտածում, Աստված ինչպես է նայում մեր արարմունքին։ Աստված ինչպես է նայում մեր սրտի շարժարիթին։ Մենք Աստծո առջև չենք տեսնում մեր արարմունքը, մեր մտածելակերպը։ Եվ դրա համար էլ սիրելիներս, մեղքը չենք նայում այնպիսին, ինչպիսին որ Աստված է նայում։ Դրա համար սիրելի եղբայրներ քուրեր, մենք պետք է որ հասկանանք մեղքի գիտակցություն ունենանք։ Ավետանի քարոզիչը պետք է կարողանա ճշմարտության բացատրի լսողներին, որ մենք ավետանի կարիքն ունենանք, որ մենք փրկչի կարիքն ունենանք, որովհետև չկա մի բան, որ փրկի մարդուն, ոչ մի ճանապարհ չկա մարդու փրկության համար, միայն գառը Աստծո գառը, նա կարող է վերցնել աշխարհի մեղքը։ Անչափ կարևոր է ճշմարտությունը ճիշտ փոխանցել, քանի որ ճշմարտությունից բացի փրկության այլ մեթոդ չկա, այլ միջոց չկա։ Բայց այսօր շատերը աղավաղում են ճշմարտությունը, ճիշտ չի փոխանցվում։ Դրա համար սիրելիներս, Հռոմեացիս 3:21-25 համարներում դուք գիտեք այդ տեղերը, որ ասում են բոլորն էլ մեղք գործեցին եւ Աստծո փառքից ընկան։ Բոլորն էլ ընկած են Աստծո փառքից։ Երբ որ դու մարդուն ասես դու մեղավոր ես, այդ մարդը միգուցե էլի այդ նույն բաներն ասի, ինչ եմ արել, զարմանա, ես ինչ եմ արել, որ մեղարում, բայց երբ որ մարդուն ասես, դու Աստծո փառքի մեջ ես, կհամաձայնվի, կասի, որ ոչ, դու ընկած ես Աստծո փառքից, դու հասկացի, Աստծո առջև դու իր փառքից ընկել ես։ Եղբայրներ քուրեր, մեղքը իհարկե այս թեման մենք հետագայում էլի կշարունակենք, որպես ավելի խորը հասկացողություն ունենանք եւ մեղքին նայենք այնպես ինչպես Աստված է նայում մեղքին, ոչ թե ինչպես մարդն է նայում, այլ ինչպես Աստված է նայում։ Եվ հիմա դու չես զգում սիրելի եղբայր եւ սիրելի քուրիկ,
Եթե հիմա դու չես զգում, որն է քո մեղքը, դա նրանից չի, որ դու մեղավոր չես, դա նրանից չի, որ դու մեղք չունես, այդ չի պատճառը, այլ պատճառը նա է, որ դու չես լուսավորվել, պատճառը նա է, որ Աստծո աթոռի ճշմարտությանը լույսը չի թափանցել քո ներսում, ինչպես Եսայի մարգարեն 6-րդ գլխում տեսնում եք, որ Եսայի մարգարեն մինչև 6-րդ գլուխը ասում էր, որ վայ ցքի խմողներուն, վայ անօրեններին գեշ պիտի լա, բայց 6-րդ գլխում երբ որ մենք տեսնում ենք, որ մարգարեն երբ որ Տիրոջ առջև կանգնեց, երբ որ Աստծո լույսի ճառագայթը թափանցեց նրա մոտ, նրա մեջ Եսային տեսավ իր պատկերը, տեսավ իր ներսը, նա արդեն Աստծո առջև իրան նայեց, մինչև այդ մարդկանց հետ էր նրա հարաբերությունը, մարդ հարաբերության մեջ էր, իսկ հիմա Եսային Աստծո առջև տեսավ իրան, ինչպիսին է ինքը, և ասեց, վայ ինձի, որ ես կմեռնեմ, վայ ես պիղծ մարդ եմ, երբ սաշուր ժողովրդի մեջ կբնակվեմ, բայց երբ որ Եսային խոստովանեց այդ բանը, մենք տեսնում ենք անմիջապես, ճիշտ այդ նույն պահին, առանց որևէ մի վայրկյան ուշացնելու, սերոփեներից մեկը թռավ, այն զոհասեղանի վրայից վերցրեց կայծը և կպավ, ունելիքով վերցրեց այդ կրակը և կպավ Եսայի շրթունքներին և ասեց, ահա քո անօրենությունդ մաքրվեցավ և քո մեղքիդ քավություն եղավ։ Ինչ եղավ մեղքի քավությունը, ինչպես քավություն եղավ նրա մեղքին, ոչ թե նրա համար, որ Եսային ինչ-որ մի լավ բաներ արեց, ինչ-որ լավ արարքներ կատարեց, ինչ-որ իր ինչ-որ մեջ ինչ-որ լավ բաներ գտավ ու բերեց Տիրոջ առաջ, այլ նրա համար, որ ասավ, վայ ինձի, որ ես պիղծ մարդ եմ, և պղծաշուր ժողովրդի մեջ կբնակվեմ, որտև Եսային տեսավ, որ ինքան է ինքը ընկած, որ այլևս տեղ չկա, և դրա համար էլ Տերը նրան ասեց, քո մեղքերին քավություն եղավ։ Եղբայրներ քույրեր, մարդը երբ որ մարդու վրա երբ որ շնորհքը չի հասնում, դա ոչ թե նրանից է, որ ինքը մեղավոր չի, որ ինքը ինչ-որ կարիք չունի շնորհքի, այլ նրա համար է, որ ինքը դեռ այնքան չի ընկել, այնքան չի խորացել, այնքան չի ցածրացել մեղքի մեջ, որ դեռ չի հասկանում, որ ինքը շնորհքի կարիք ունի։ Եղբայրներ քույրեր, երկրորդը մենք տեսնում ենք Նաբուկոդոնոսորին, Դանիելի մարգարության 5-րդ գլուխ 34-37 համարներում մենք տեսնում ենք, որ Նաբուկոդոնոսորը, որ այդպես ինքը բոլորի վրա իշխան էր, Նաբուկոդոնոսորը Աստված խիստ մեծացրել էր, և ինքը շատ իրան մեծ էր զգում, բայց ինչ կատարվեց Նաբուկոդոնոսորի կյանքում, ու մենք տեսնում ենք, երբ որ նա ասավ, սա չի այն մեծ Բաբելոնը, որ ես իմ ձեռքովս սարքեցի, և դրանից հետո Աստված տեսավ նրա սրտի կռապաշտությունը և այդ ժամանակ նա Աստված նրան տարավ խոտերի մեջ, կանասուների հետ էր ինքը կերակրվում, երկնքի ցողերով էր սրբվում, և այդ ժամանակը 5-րդ գլխի մեջ տեսնում ենք 34-37 համարներում, երբ որ Աստված նրան տարավ եւ վերջը այդ բաներից հետո, այդ ամեն բաներից հետո երբ որ կրեց ասենք այդ Աստծո պատիժը երբ որ կրեց, այն ժամանակ Դանիելի այդ գրքում կարդում ենք, որ Նաբուկոդոնոսորը այդ ժամանակ տեսեք ասենք բանը ինչպես է այդտեղ ասում ինքը, ճիշտ է, 4-րդ գլուխ 34 խոսքից։ Եվ այն օրերու վերջը ես Նաբուկոդոնոսոր աչքերս երկինք վերցուցի ու խելքս ինձի դարձավ։ Քանի դեռ աչքերը երկինք չէր վերցնում, խելքը իրան չէր դարձել։ Մեծ փիլիսոփա Կանտը այսպես էր ասում։ Ասում է, երբ որ ես նայում եմ շրջապատին, տեսնում եմ միայն խնդիրները, բայց որ նայում եմ երկինք, տեսնում խնդիրներ այլևս չկան, տեսնում եմ լուծումը։ Եղբայրներ քույր, ինչի համար ենք մենք խնդիրներ տեսնում, որտեղ երկինքը չենք տեսնում, երկինքը մեր ուշադրության կենտրոնում մենք ենք լինում։ Եվ ահա երբ որ ասմախը, երբ որ երկինք նայեցի խելքս իմ վրա եկավ եւ բարձրալը օրհնեցի ու գովեցի ու փառավորեցի Զանիկա, որ հավիտյան կենթանի է ու անոր իշխանությունը հավիտենական իշխանություն է
եւ անոր թագավորությունը դարեդար կմնա, ու երկրի բոլոր բնակիչները ոչի պես կսեփվին անոր արչեւ։ Վերջում 37-ում ասում է. հիմա ես Նաբուդոգոնոսոր երկնքի թագավորը կգովեմ եւ կբարձրացնեմ ու կփառավորեմ, վասնի անոր բոլոր գործերը ճշմարտություն ու ճամփաները իրավունք են, ու անիկա կարող է անբարտանությամբ քայլողները ցածրացնել։ Այո, սիրելիներս, մենք տեսնում ենք, որ Նաբուդոգոնոսորն էլ այդ կյանքով ապրավ։ Նաբուդոգոնոսորը մինչև այդ իր մեջ մեղ չէր տեսնում, մինչև այդ իրան աշխարհի իմաստուն, ամենաիմաստուն եւ ամենալավն էր տեսնում, բայց Աստծո առջև նա անասունի պես եղավ արդեն։ Աստված հակառակը կենում մանբարտավաններին, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Սիրելիներս, այո, Նաբուդոգոնոսորը երկինք նայեց եւ տեսավ, Եսային երկինք նայեց եւ տեսավ, իրան ներսը տեսավ, ունեցավ հայտնություն։ Մենք էլ պետք է որ նայենք երկինք եւ տեսնենք երկինք նայելուց է որ մենք կտեսնենք մեր ներսը, կտեսնենք մարդ Աստված հարաբերության մեջ ինչպիսին ենք։ Հովհաննես ավետարանիչը 4-րդ գլխում կարդում ենք հայտնության, տեսավ Աստծո աթոռը։ Ես այդտեղ ուզում եմ կարդամ Հովանու հայտնության 4-րդ գլխում տեսնում ենք որ Հովհաննեսը երբ որ տեսավ Աստծո աթոռը այսպես է գրված այդտեղ։ Եվ այս բաներին ետքը տեսա, ահա, երկինքի մեջ բացված դուռը կար եւ առաջին ձանը զոր կսեր փողի նման էր, որին ջետ խոսեր ու կսեր, հոս ելիր, ու ասկե ետքը լալու բաները քեզից ցուցնեմ։ Եվ շուտ մոքինի վրաս եկավ, եւ ահա աթոռը դրված էր երկինքի մեջ։ Ու աթոռի վրա մեկը նստել էր, եւ նստող յասպիս եւ սարդիոն կարու երևույթի նման էր։ Եվ աթոռին բոլոր տիքը ծիածան, զմրուխտ երևույթի նման, ու աթոռին բոլոր տիքը 24 աթոռներ, եւ այն աթոռների վրա 24 երեսներ նստել էին, ջերմաքանդեսներ հագած եւ գլուխնին ոսկե պսակներ ունեին։ Ուրեմն տեսավ Հովհաննեսը տեսավ Աստծո աթոռը, տեսավ ծիածանը Հովհաննեսը, որ Աստծո հետ մարդու ուխտի նշանն է։ 54 եւ 55-րդ գլուխներում մենք կարդում ենք Եսայի մարգարության 54 եւ 55 գլուխներում տեսնում ենք, թե որքան խոստումներ է տալիս Աստված հրեաներին։ Բայց կգա ժամանակը եղբայրներ քուրեր, այն խոստումները, որ Աստված տվել է թե հրեաներին, թե ավետարանին հավատացողներին, կգա ժամանակ, որ այդ խոստումները կվերցվի։ Եվ հայտնության 20-րդ գլխի եւ 20-րդ գլխի 11-ում տեսնում ենք այդ բանը։ Ծիածանը այլևս չի լինի։ 4-րդ գլխում տեսնում ենք ծիածան, բայց նորից երբ որ տեսնում ենք Աստծո աթոռը, Հովհաննեսը տեսավ, ծիածանը այլևս չկար, Աստծո հետ ուխտ այլևս չկար։ Այս այդտեղը կարդում եմ հայտնության, ուրեմն 20-րդ գլուխ 11 համարից։ Եվ մեծ ջերմակ աթոռը տեսա, ու անոր վրա մեկը նստած, որու երեսի երկինք ու երկիր փախան, եւ տեղ չգտնվեցավ անոնց։ Եվ տեսա պստիկ ու մեծ մեռելները, որոնք Աստծո առջև կայնած էին, ու գիրքը բացվեցավ, եւ ուրիշ գրքերը բացվեցան, եւ ուրիշ գիրք բացվեցավ, այսինքն կենաց գիրքը, եւ գրքերի մեջ գրվածներ մեռելները դատվեցան իրենց գործերուն համեմատ, եւ ծով իր մեջի մեռելները տվավ, ու մահի դժոխքը իրենց մեջի մեռելները տվին, ու ամեն մեկ իրենց գործերուն համեմատ դատվեցան, եւ մահու դժոխքը կրակի լճի մեջ ձգվեցան, ասիկա է երկրորդ մահը, եւ ով որ կենաց գրքի մեջ գրված չգտնվեցավ, կրակի լճի մեջ ձգվեցավ։ Մենք տեսնում ենք այստեղ, որ այլևս ծով չկար, չկար Աստծո 7 աշտանակները, որոնք 7 հոգիներն էին։ Մենք տեսնում ենք կար գրքեր եւ կար այն մարդկանց անունները գրված, որոնք ունեին կյանքի, որոնց այդ գրքերի մեջ որոնց մեջ գրված էր մարդկանց անունները եւ մի ուրիշ գիրք էր կար, որ գրված էր այն մարդկանց անունները, որոնք պիտի գնային այս աշխարհից դժոխքը ու դժոխքի ու մահվան մեջ պետք է մտնեին։ Մահը ասում է եւ դժոխք իրա մեռելները տվեց եւ մահ իրա մեռելները տվեց եւ ով որ կենաց գրքի մեջ գրված չգտնվեցավ, կրակի լճի մեջ տրվեցավ։ Աստված այդ օրը պիտի ասի. դուք մերժեցիք ինձ, դուք հիմա գնացեք այնտեղ, որտեղ պատրաստված էր սատանա եւ նրա հրեշտակների համար։ Այո, սիրելիներս, դուք ինձ մերժեցիք։ Նա չի ասելու, որ դուք
ծխեցիք, խմեցիք, չգիտեմ ինչ որ բան արեցիք, դուք մերժում եք ինձ։ Այո, ինքը Հիսուսն ասեց. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միացի որդին տվեց, որպեսզի որ նրան հավատա, չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Իսկ ով որ չհավատա, մերժի նրան, նրանք պիտի մնան դուրսը։ Սեներես, մի բան էլ ես ասեմ, նոր եւ կաղոթենք հետո։ Պատկերացրեք դուք բանտում նստած եք, բանտային այդ տառապանքներում, որ հանկարծ մեկը գալիս է ձեզ ասում է, որ ուրեմն որոշում է եղել, գալիս է ձեզ ասում, որ արդեն որոշում է եղել բանտից պետք է ազատել բոլոր բանտարկյալներին։ Այդ բարի լուրը բերում է ձեզ։ Ինչ եք կարծում, ինչպեսին կլինի ձեր վիճակը։ Ինչպես կընդունեք այդ լուրը։ Ինչ մեծ մխիթարություն եւ ինչ մեծ ուրախություն կլինի ձեր կյանքում, եթե այդ բարի լուրը լսեք։ Բայց եթե դուք չեք ուրախանում փրկության լուրով, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք չենք հավատում, որ մենք խավարի բանտի մեջ ենք։ Դրա նշանակում է մենք չենք հավատում, Քրիստոս բերել է այդ լուրը։ Մի վախեցիք, հրեշտակն ասեց, բանին այդ հովիվներին ասեց, երկնքից ավետիս ենք բերել մենք։ Մի վախեցեք։ Հիմա եղբայրներ քույրեր, եթե մեզ դա չի ուրախացնում այդ լուրը, նշանակում է մենք չենք հավատում, որ մենք գտնվում ենք խավարի բանտի մեջ։ Դա Աստված, որ Աստված մեզ տա գիտություն, Աստված մեզ տա շնորհք, որպեսզի մենք եղբայրներ քույրեր կարողանանք մեղքը նայել ոչ թե մարդ հարաբերության մեջ, ոչ թե ինչ եմ, ում եմ, ինչ արել, այլ մեղքը նայենք մարդ Աստված հարաբերության մեջ։ Եվ դրա համար Օսիա մարգարության 4-րդ գլուխ 6-րդ խոսքում կարդում ենք, որ Տերը այսպես ասում. Իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով կորսվեցավ։ Այո, պետք է ունենանք մեղքի գիտությունը, հասկանանք, որ մեղքը ինչպես Աստված մեղքին նայում, այդ նույն ձևով մենք նայենք։ Թող Տիրոջ անունը փառավորի սիրելիներս, թող Աստծո Սուրբ Հոգին այսօր բացի մեզ մեղքի այդ խնդիրը, որ մենք այլևս ուրիշների հետ չհամեմատենք մեզ, ուրիշներին չմտածենք, թե ինչ եմ արել, որ ես մեղավոր եմ, այլ նայենք Աստծո առաջ ինչպիսին եմ ես, Աստծո ներկայության մեջ ինչպիսին եմ ես։ Եղբայրներ քույրեր, թող Աստված օգնական լինի, որպեսզի մենք տեսնենք եւ այսօրը լինի մեզ համար մի նոր ընթացքի օր, մի նոր քայլելու ճանապարհի, մի նոր ճանապարհի օր լինի, որպեսզի մենք ավելի խորը նայենք, եղբայրներ քույրեր, ավելի խորը նայենք եւ մեր հոգեվոր կյանքը Աստծո շնորհքի մեջ հաստատվի։ Մի մտածեք, սիրելի եղբայրներ քույրեր, որ մենք մեղավոր ենք եւ այդ մեղքերը մեզի այլևս չեն կարող, այդ մեղքերը այլևս չեն թույլ տա, որ մենք Աստծո առջև գանք։ Եթե մենք հավատում ենք, որ մենք մեղավոր ենք, եթե մենք տեսնում ենք մեր մեղքերը եւ ասում ենք վայ մեզի ելք չկա, դա ոչ թե արգելք է, այլ դա ճիշտ հակառակ է, դա է պատճառը, որ Աստված մարդուն շնորհք է տալիս։ Եվ Հովանու Հռոմեացիս 5:20 էլ կարդամ, Հռոմեացիս 5-րդ գլուխ 20 համարը, Աստծո խոսքը այսպես է ասում։ Տեսեք, Հռոմեացիս 5:20 Սակայն օրենքը մեջտեղ ընկավ, որպեսզի հանցանքը շատանա, բայց ուր ավելի եղավ մեղքը, այլ ավելի եղավ շնորհքը։ Օրենքը մեջտեղ ընկավ, որպեսզի հանցանքը շատանա, քանի որ դեռ օրենք չկար, հանցանք էլ չկար, մեղք էլ չկար, որտեղ մեղքը ճանաչվում էր օրենքով, բայց երբ որ օրենքը մեջտեղ ընկավ, հանցանքը մեղքը սկսեց շատանալ։ Այսինքն, այն մարդը, որ իրան ավելի մեղավոր է տեսնում, այն մարդը, որ իրան ավելի ընկած է տեսնում, ավելի խորը մեղքի մեջ է տեսնում, այդ մարդու համար շնորհքը ավելին է, այդ մարդու համար շնորհքը հասանելի է, իսկ այն մարդը դեռ ինքը, եթե նա չի տեսնում, դեռ այնքան ընկած, որ դեռ հնարավոր է ինչ-որ բաներից հետո դուրս գալ, այդպիսի մարդուն շնորհքը չի հասնում։ Ինչպես ասացի, եթե հարուստին մի քանի կոպեկ տաս, ասես գնա քո համար մի հատ բան չի կար, քեզ կսպանի վիրավորանքից, բայց եթե աղքատին տաս, ինչ կանի, աղքատը շատ սիրով կընդունի,
եւ շնորհակալություն կա մի անգամ պատահում է որ ուզում են ձեռնել բաչեն տեսեք ինչ տարբերություն թող Աստված օգնական լինի որ մենք մեղքը նայենք մեղքին նայենք մեղք Աստծո աչքերով ոչ թե մեր աչքերով ամեն եկեք կանգնենք աղոթ կանենք եղբայրներ քուրեր եթե մենք միջև հիմա մեր աչքերով ենք նայել եկեք աղոթենք որ Աստված Աստծո աթոռից ընկնող այդ լույսը մեր սրտերի մեջ չգնի եւ մենք ճանաչենք մեղքը ինչպես Աստված է մեղքը ճանաչում ինչպես Աստված է ընդունում աղոթներ բերենք Տիրոջ առաջ